Հայաստանում շարունակվում է կրթական ոլորտում արհեստական բանականության ուսուցման զարգացման գործընթացը։ Ընդամենը 2023-ին մեկնարկած արհեստական բանականության սերունդ ծրագիրն արդեն իսկ տվել է իր պտուղները։ Եվ այսօր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը հայտարարում են արհեստական բանականության սերունդ ծրագրի ընդլայնման մասին։ Սա շատ կարևոր է, որտեղ մենք կարող ենք լավագույն մտքեր ունենալ, լավագույն ծրագրերը գծել և դրանք մնան թղթի վրա, որովհետև դրանց իրականացումը բնականաբար հանդիպում է բազմաթիվ խոչընդոտների և իսկապես շատ մեծ ջանք է պետք, որպեսզի դա դառնա մեր երեխաների համար առօրյա, և դա տեղի է ունեցել։ Եվ այդտեղ իհարկե ուզում եմ նաև մեր շնորհակալությունը հայտնենք մեր մասնակից բոլոր դպրոցներին և բոլոր ուսուցիչներին, ում բոլորովին էլ հեշտ չի նորարարությունը վերցնել և առաջ տանել, ովքեր էլ իրենց առօրյայում անընդհատ խնդիրների են հանդիպում և մեր հետ համատեղ աշխատանքով փորձում խնդիրները հաղթահարել և առաջ գնալ։ Միջոցառման ընթացքում ամփոփվեցին 2023 թվականից Հայաստանի մի շարք ավագ դպրոցներում փորձարկվող ծրագրի երկրորդ տարվա արդյունքները։ Ծրագիրը հնարավորություն է տվել աշակերտներին ծանոթանալու արհեստական բանականության հիմունքներին, մեքենայական ուսուցման և տվյալագիտության սկզբունքներին, խթանելով հետաքրքրությունը գիտատեխնոլոգիական ոլորտի հանդեպ։ Մեր թիմը կազմել է խելացի սայլակ նախագիծը, որը լուծում է մի հիմնախնդիր, դա խանութների ահռելի հերթերն են և այստեղ տեղադրված է էկրան, էկրանի վրա ցույց է տալիս ձեր անցկացված առարկաները, ապրանքները, ամեն ապրանքի գին գումարվում է և վերջում քարտի միջոցով դուք կարողանում եք առանց հերթում կանգնելու վճարել և դուրս գալ։ Մեր մոտ տեղադրված է արտաքին կամերա, LCD էկրան, Raspberry Pi 5 և Arduino, ահա տեխնոլոգիաները, որոնցով այն աշխատում է։ Կյանքի կոչված այս գաղափարները փաստում են, որ արհեստական բանականության սերունդ ծրագիրը ոչ միայն կրթական նոր մոտեցում է, այլև ազգային ռազմավարություն, ուղղված Հայաստանի տեխնոլոգիական ապագայի կերտմանը։ ՖԱՍԹ-ը ԿԳՄՍ նախարարության հետ գործակցությամբ ձևավորում է նոր կրթական միջավայր, որտեղ ավագ դպրոցի մակարդակով հնարավոր է գիտական մտածողության զարգացում և արհեստական բանականության գործնական ուսուցում։ Այս ծրագիրը կարևոր քայլ է ապագա մասնագետների սերունդ ձևավորելու ուղղությամբ։ Աշակերտներն արդեն այսօր ուսումնասիրում են այն թեմաները, որոնք վաղը դառնալու են տնտեսության ու գիտության շարժիչ ուժը։ 2026 թվականի համար նախատեսվում է ծրագրի ընդլայնում, ընդգրկելով ավելի շատ դպրոցներ և ուսուցողական նոր հարթակներ։ Կբարելավի ուսուցիչների վերապատրաստման համակարգը, կհամալրվեն դասընթացների մոդուլները և կիրականացվեն նոր փորձնական նախագծեր։ Այն փոփոխությունը, երբ որ երեխան առաջի անգամ սկսում է այս ծրագրով ուսումնառությունը և հիմա ինչ փոփոխություններ է, ինչպես է խոսում, ինչպես է ստեղծում, նորարարությամբ զբաղվում, այդ ամենը բավական ականատես են և երևում են արդեն իրենց ներկայացումների ժամանակ։ Ծրագրին սկզբում մասնակցել է ընդամենը 15 դպրոց 600 աշակերտ, երկրորդ տարում արդեն դրանց թիվը կտրուկ աճեց, աշակերտների ֆունդամենտալ գիտելիքները ևս։ Առաջի տարում, երբ որ չարեցինք համապատասխանաբար ընդունելություն, բավականին մեծ քանակի երեխաներ ունեինք, ովքեր որ մնացորդային գիտելիքի մեծ բաց ունեին։ Չնայած դրան շատ հետաքրքիր է, որ քանի որ մենք քննական պրոցեսներով անցկացնում ենք երեխաներին, երկրորդ տարում, որը որ դեռ ոնց որ միջանկյալ տարին է, արդեն քանակը երեխաների, ովքեր որ ուժեղանում են եւ նույնիսկ երազանցիկների դաշտ են գնում, զգալի մեծանում է։ Այսինքն սա խոսում է նրա մասին, որ ամեն դեպքում մեթոդաբանությունը աշխատում է եւ նույնիսկ քիչ գիտելիքով երեխան կարող է գալ եւ ստանալ համապատասխան գիտելիք։ 2023-ից Հայաստանի ավագ դպրոցներում փորձարկվող արհեստական բանականության սերունդ ծրագրի երկրորդ տարվա արդյունքները, այդ տարիների ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու նոր գաղափարների իրագործումը վկայում են, տեխնոլոգիական կրթությունը դառնում է Հայաստանի այցեքարտը։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։